ուզում եմ ողջունել նախ Հարություն Հարությունյանի թեկնածությունը եւ նշել, որ ֆրանսիական համալսարանում ուսանելու տարիներին, որտեղ որ նաեւ ես եմ սովորել եւ հենց այդտեղ եմ ծանոթացել պարոն Հարությունյանի հետ, մեր ուսխորհրդի նախագահներ եւ հիմնադիրներից մեկն էր, ուզում եմ նշել, որ փաստացի հենց այդ տարիներին էլ պարոն Հարությունյանը սկսել է, այսպես ասած, լոկալ եվրոինտեգրման գործընթացը, լինելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսխորհրդի նախագահ, բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող է եղել, նաև պետք է նկատել, որ պարոն Հարությունյանը հանդիսանում է ֆրանկոֆոն իրավաբանների միության, հուսով եմ անունը ճիշտ եմ ասում, հիմնադիրներից մեկը եւ որքանով որ տեղեկացված եմ, այդ ոլորտում, փաստաբանության ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի փաստաբանների պալատի միջև բավական համագործակցության խորացման բավական մեծ աշխատանք է կատարել եւ վստահ եմ, որ այս պաշտոնում եւս նպաստելու եք Հայաստանի եվրոինտեգրման խորացմանը բոլոր ձևաչափերով, թե Եվրամիության, թե Եվրախորհրդի, թե Սևծովյան համագործակցության կազմակերպության ԵԱՀԿ եւ այլ ձևաչափերով կուզեի խոսել ավիացիոն քաղաքականության մասին, ինչպես տեղյակ ենք, Հայաստանը շուրջ 6 տարի գտնվում է Եվրոպական միության, այսպես ասած, սև ցուցակում եւ հայաստանյան կոմերցիոն որևիցե ընկերություն թռիչք Եվրոպական միություն չի կարող իրականացնել, բացառությամբ իմ իմանալով հայկական միակ օդանավը, որ կարողանում է ԵՄ թռչել, դա թիվ 1 օդանավն է։ Ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը այս հարցը լուծելու համար ըստ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան հարցի համար, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինը քաղաքացիական ավիացիան պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի վերականգնվի Հայաստանի նկատմամբ վստահությունը, որպես վստահելի գործընկեր, որպեսզի կարողանանք սև ցուցակից դուրս գալ։ Արձագանք։ Շնորհակալ եմ շատ, ճիշտ նկատեցիք, սակայն արդեն 6 տարի է, ինչ գործընթացը ես ճիշտ ասած տեղեկացված չեմ, բայց ըստ մամուլում արձագանքների այդքան էլ տեղից չի շարժվում եւ հուսով եմ նաեւ այս հարցով, որպես հուսով եմ նորընտիր նախագահ, հետևողական կլինեք եւ բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում նաեւ խորհրդարանական վերահսկողության կձեռնարկեք այդ խնդիրը օր առաջ լուծելու եւ հայկական ավիացիան եվրոպական շուկա վերադարձնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ Աբրահամյան, ինչպես նշեցի, անկախ նրանից ով է ընդդիմություն, ով է իշխանություն, այս հանձնաժողովի թիվ 1 առաջնահերթությունն ու առանձնահատկությունը պետք է լինի բոլորի հետ համատեղ աշխատանքը, որպեսզի կարողանանք հողի վրա ռեալ օգուտ բերել մեր պետությանն ու ժողովրդին։